Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ձևավորման մեջ հիմնական դերը խաղացել է բաժանվող ընտրակաշառքը, այս մասին հայտարարում է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը։ Մեկ զեկույցում ամփոփելով նախընտրական շրջանի դիտարկումները, կենտրոնի մասնագետներն արձանագրել են կաշառք բաժանելու 90 դեպք։ Ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է, ընտրակաշառք բաժանել են գրեթե բոլոր ուժերը։ Կոնկրետ թվեր այստեղ չեմ բերել, բայց հիմնական մասը եղել է հանրապետական կուսակցության կողմից։ Ծառուկյան դաշինք, հայկական վերածնունդ, որոշ դեպքերում հայ հեղափոխական դաշնակցություն, մի 2-3 դեպք կարծեմ լսել են, ասում էին մեր մոնիտորների, որ օրո դաշինք, հակ եւ այլն, այսպես, բայց իհարկե, երբ որ մենք նայում ենք մասշտաբները, իհարկե հանրապետական կուսակցությունն է հիմնականը։ Իշխող կուսակցությունը աչքի ընկել նաև վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական շտաբերում, այն էլ աշխատանքային ժամերին, կենտրոնի դիտորդները տեսել են պետական եւ համայնքային ծառայողներին։ Այս նույն ձեռագիրը կրկնվել է նաև այն մարզերում, որտեղ իշխանությունը պատկանում է Ծառուկյան դաշինքին եւ հայ հեղափոխական դաշնակցությանը։ Գիտենք, որ Բարգավաճը մի շարք քաղաքներում եւ նույն մոնիտորինգի մեջ գտնվող, ասենք նույն Արտաշատում, Եղեգնաձորում, այստեղ նույնպես ֆիքսվել են հենց իրենց կողմից այդպիսի խախտումներ քաղաքապետարանի որպես համայնքային մարմնի։ Բայց հիմնականը բնականաբար եւ եթե վերցնում ենք նույն դաշնակցությանը Շիրակի եւ Արագածոտնի մարզերում մարզպետները դաշնակցության ներկայացուցիչներ էին եւ այստեղ նույնպես դիտարկվել է Աշտարակում եւ Գյումրիում։ Զեկույցի համաձայն ճնշումներ են գործադրվել նաև մանկապարտեզների, դպրոցների եւ առողջապահական հիմնարկների աշխատակիցների վրա։ Դիտարկելով 13 քաղաք, Transparency-ն եզրահանգել է նախընտրական գործընթացում այդ մարդիկ ակտիվ մասնակցություն են ունեցել։ Վարուժան Հոկտանյանը հիշեցնելով քաղաքացի դիտորդ նախաձեռնության աղմկահարույց բացահայտումն ասում է, սա ամենատարածված խախտումներից մեկն է։ Մասնակցությունը շտաբերի աշխատանքներին կամ միջոցառումներին 53 դեպքի, ասենք 36 դեպք, երբ որ ֆիքսվել է, երբ որ իրենց վերադասը իրենց ստիպել է կամ մասնակցել այդ շտաբերի աշխատանքներին կամ հաճախել այդ միջոցառման կամ ասենք եղել է ստիպել քվեարկելու այդպիսի դեպքեր։ Արձանագրվել են նաև ցուցակագրումներ, անձնագրերի հավաքում եւ իհարկե ասֆալտապատման ու բակերի բարեկարգման աշխատանքներ։ Ընտրախախտումների մասին օրինակներով խոսել, սակայն Վարուժան Հոկտանյանն այս անգամ չի ցանկանում, նշելով, որ նախընտրական շրջանում 2 անգամ ինքը ներկայացրել է արձանագրված խախտման դեպքերը, սակայն դրանք արդյունք չեն տվել։ Իրավապահ մարմինները լռել են նաև շատ ակնհայտ խախտում պարունակող դեպքերում։ Ես չեմ կարծում, որ դա, ինչպես տեսանք իրավապահ մարմինների դատախազության աշխատանքից, դա կհանգեցնի իսկապես ինչ-որ լուրջ արդյունքների։ Իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մեջ մեղավոր են նաև ընդդիմադիր ուժերն, ասում է Հոկտանյանը։ Հայաստանում չկա բազմակուսակցական համակարգ, ընդդիմությունը թույլ է թե իր գործելավոճով, թե ֆինանսապես։ Փողը քաղաքականության մեջ շատ կարևոր դեր է խաղում։ Եվ եթե չի այդ կուսակցություններն այդ վիճակը, իհարկե ես չեմ ուզում սրանով ասել, որ միայն փողի պատճառով որ նրանք թույլ են, բայց որ նաև այդ ֆինանսական խնդիրները կան եւ այստեղ գլխավորն է դառնում իմ կարծիքով, ինչ պետք է արվի ելնելով այս տվյալներից, որպեսզի նրանք կարողանան ուժեղանալով թույլ չտալ վարչական ռեսուրսի չարաշահում, բայց սպասել, որ այսպիսի թույլ կուսակցությունների ընդդիմադիր նկատի նաև ֆինանսական, բայց ոչ միայն ֆինանսական թույլ կուսակցությունների պարագայում վարչական ռեսուրսը չի չարաշահվի, դա այսպես նշանակում է հուսալ, որ մի օր մի բարի թագավոր կգա այս երկիրը իշխելու ու կասի վերջ, մենք այլևս չենք չարաշահում վարչական ռեսուրս։ Ես դրան չեմ հավատում։ Վարուժան Հոկտանյանն ընդդիմադիրներին կոչ է անում լինել ակտիվ եւ 2022 թվականի ընտրություններին նախապատրաստվել հենց այսօրվանից։